Իսկ հիմա ուշադիր նայեք այս աղջկան։ Նա հենց հիմա բանկոմատից հանում է ամբողջ գումարը, որ ունի։ Մի քանի րոպե հետո մտնելու է մոտակա խանութ եւ գնելու է $40 ալկոհոլ, նստելու է իր սև սեդանը, իսկ 10 րոպե հետո նա ավտովթարի է ենթարկվելու։ Ոստիկանությունը դեպքի վայր հասնելու է 15 րոպե հետո, բայց տարօրինակ մի բան, ոստիկանությունը դեպքի վայրում ավտոմեքենայի մեջ այդպես էլ չի գտնում աղջկան։ Ավտովթարից հետո արդեն 15 տարի է, ինչ այս աղջկա մասին ոչ մի տեղեկություն չկա։ Ինչպես է աղջիկը անհետացել ավտովթարից հետո եւ մինչեւ ոստիկանության տեղ հասնելը, եթե այդ ամբողջ ընթացքում մեքենային հետևել են ճանապարհի կողքի տանը գտնվող բնակիչները եւ ոչ ոք ավտոմեքենայից դուրս չի եկել, ոչ ոք ավտոմեքենային չի մոտեցել եւ ոչ մի ուրիշ ավտոմեքենա ճանապարհին չի հայտնվել մինչեւ ոստիկանության տեղ հասնելը, բայց երբ ոստիկանությունը հասնում է դեպքի վայր, գտնում է մի շատ տարօրինակ բան, որն իմանալուց հետո գուցե դուք հասկանաք ինչ է տեղի ունեցել աղջկա հետ, ինչպես է նա անհետացել եւ իրականում ինչ է թաքնված այս առեղծված պատմության հետևում։ Եվ այսպես 2004 թվական փետրվարի 9 երիտասարդ այս աղջկա անունը Մորա Մյուրե է։ Նա ուսանողուհի էր։ Այդ օրը 12:55 րոպե Մորան կարճ 3 րոպեանոց զանգ է անում Նյու Հեմփշիրում գտնվող հոթելներից մեկը, որպեսզի իմանա արդյոք այնտեղ մոտակա օրերի համար ազատ սենյակ կա, թե ոչ։ Ժամը 13:00-ին Մորան հաղորդագրություն է գրում իր ընկերոջը եւ ասում է, որ ինքը տեսել է ընկերոջ զանգերը եւ նամակները, բայց տվյալ պահին խոսել չի ուզում։ Այնուհետև Մորան իմեյլ է ուղարկում իր դասախոսին եւ հայտնում է, որ մոտակա 1 շաբաթվա ընթացքում բացակայելու է դասերից, որովհետեւ իր ընտանիքի անդամներից մեկը հեռացել է կյանքից եւ ինքը շտապ պետք է տուն վերադառնա, ինչը բնականաբար սուտ էր։ Ժամը 3:30 րոպեին Մորան մոտենում է մոտակա բանկոմատներից մեկը, հանում է հաշիվների վրա գտնվող իր ամբողջ գումարը, հետո մտնում է մոտակա խանութը, գնում է ալկոհոլ եւ նստում է իր սև սեդանը ու ճանապարհ ընկնում դեպի Նյու Հեմփշիր։ Երեկոյան ժամը 7-ի կողմերը Նյու Հեմփշիրի փոքրիկ քաղաքներից մեկում 112 ճանապարհի վրա լսվում է ուժեղ հարվածին ձայն։ Ճանապարհի կողքը գտնվող տան բնակիչները, ամուսինները միանգամից պատուհանից դուրս են նայում եւ տեսնում են, որ 112 ճանապարհի վրա մի ավտոմեքենա ավտովթարի է ենթարկվել։ Ավտոմեքենայի մեջ տարօրինակ կերպով վառվում ու հանգչում էին ներսի սրահի լույսերը։ Երկու վկաները նկատում են միայն, որ ավտոմեքենայի մեջ կա ինչ-որ մեկը, որը ծխում է, որովհետեւ պատուհանից ծուխ է դուրս գալիս, ընդ որում ոչ թե վարորդի պատուհանից, այլ նրա կողքի ուղևորի պատուհանից։ Ամուսինները միանգամից զանգահարում են 911 փրկարար ծառայություն։ Զանգը 911 նրանք կատարում են 19:27 րոպեին։ Ընդամենը 3 րոպե հետո 19:30 րոպեին 112 ճանապարհի վրա հայտնվում է դպրոցական մի ավտոբուս, որը մոտենում է ավտովթարի ենթարկված, այս դեպքում Մորայի վթարի ենթարկված մեքենային, կանգնում է, ավտոբուսի վարորդը առանց իջնելու ձայն է տալիս վարորդին, վարորդի կողմից իջնում է երիտասարդ աղջիկը, մոտենում է ավտոբուսին, 2 բառ փոխանակում է ավտոբուսի վարորդի հետ եւ հետ է նստում մեքենան։ Ըստ վկաների լույսերը սրահում շարունակվում են վառվել եւ մարել։ 19:40 րոպե ավտոբուսի վարորդը վերադառնալով տուն եւս զանգ է կատարում 911 փրկարար ծառայություն, հայտնելով տեղի ունեցած ավտովթարի մասին։ 19:46 րոպե դեպքի վայր հասնում է ոստիկանությունը։ Այս ամբողջ ժամանակագրության մեջ հիմա գտեք հենց այն միստիկ մի քանի րոպեն, երբ աղջիկը, որը քիչ առաջ ավտոմեքենայի մեջ էր, ուղղակի անհետանում է։ Հիշեցնեմ, ավտոբուսի վարորդը աղջկան տեսել էր ճանապարհին 19:30 եւ ոստիկանը դեպքի վայր հասնում է 19:46 րոպե։ 16 րոպեվա ընթացքում
աղջիկը բառի բուն իմաստով անհետանում է ճանապարհից եւ ավտոմեքենայից, բայց ինչն ամենամիստիկն ու առեղծվածայինն է, ինչպես է նա անհետացել, եթե վկաները տեսել են, որ ավտոբուսի վարորդի հետ խոսելուց հետո աղջիկը նստել է ավտոմեքենան, վկաները ամբողջ ընթացքում հետևել են ավտոմեքենային եւ 100%-ով ասում են, որ մեքենայից ոչ ոք դուրս չի եկել ու մեքենային ոչ ոք այդպես էլ չի մոտեցել։ Նախ հասկանալու համար իրականում ինչ էր տեղի ունեցել, պետք է նախ փորձել հասկանալ, թե ինչ ունենք այս պահին, իսկ այս պահին դրությունը հետևյալն էր։ Ավտովթարը տեսել էին ճանապարհի կողքը գտնվող տան բնակիչները, ովքեր նկատել էին հստակ, որ ավտոմեքենայի սրահում անընդհատ վառել ու մարել է լույսը, իսկ որոշ ժամանակ հետո այդ լույսը ուղղակի հանգել է եւ վերջ։ Ու նրանք նաև նկատել են ավտոմեքենայի մեջ նստած որևէ մեկին, ով ծխել է, բայց մոռայի հոր վկայությամբ իր աղջիկը ծխախոտ չի օգտագործել։ Մենք ունենք դպրոցական ավտոբուսի վարորդին, ում վկայության համաձայն նա մոտեցել է մոռայի ավտոմեքենային, մոռան դուրս է եկել ավտոմեքենայից, խոսել է նրա հետ, աղջիկը ընդհանրապես վնասված չի եղել, նրա դեմքին չեն եղել արյան հետքեր եւ որևէ վնասվածքի հետք վարորդը չի նկատել։ Ավտոբուսի վարորդը առաջարկել է զանգահարել 911, բայց մոռան շատ հստակ ասել է, որ ինքը արդեն զանգահարել է ոստիկանություն եւ նման քայլ անելու կարիք չկա, հանգստացրել եւ ուղարկել է դպրոցական ավտոբուսի վարորդին, բայց ավտոբուսի վարորդը այնուամենայնիվ տուն վերադառնալով զանգահարել է 911, ինչու, որովհետեւ աղջկա պահելաձևը նրան մի փոքր տարօրինակ է թվացել եւ վարորդը կարծել է, որ իրականում աղջիկը չի ուզում, որ դեպքի վայր հասնի ոստիկանությունը եւ ապահովության համար նա որոշել է ինքնուրույն զանգ թողնել 911 ծառայություն եւ ունենք ոստիկանին, ով դեպքի վայր գալուց հետո չի գտել աղջկան։ Նա միայն ֆիքսել է, որ ավտոմեքենան հենց վարորդի կողմից մխրճվել է ծառի մեջ եւ այս հարվածը այնքան ուժեղ է եղել, որ ապահովության բարձիկները երկու կողմերից էլ բացվել են։ Ավտոմեքենայի մեջ եղել են թե նստատեղին եւ թե վերին հատվածում կարմիր հետքեր, բայց հետաքննությունը ցույց է տվել, որ դրանք արյան հետքեր չեն եղել։ Դրանք եղել են կարմիր գինու հետքեր, իսկ մենք հիշում ենք, որ մոռան ճանապարհ ընկնելուց բավական մեծ քանակի ալկոհոլ էր գնել իր հետ։ Եվ նաև մեքենայի մեջ ոստիկանները գտնում են քնաբերի մի քանի տուփ, ընդ որում մի տուփը ամբողջությամբ դատարկված է լինում։ Եվ վերջ, ճանապարհի կողքի հատվածներում ոչ մի տարօրինակ հետքեր այդպես էլ չեն գտնվում, բայց ահա ավտոմեքենան հետազոտելու արդյունքում գտնվում է մի շատ տարօրինակ հետք։ Ավտոմեքենայի արտանետման խողովակի մեջ ոստիկանները գտնում են շորի կտոր։ Եզրակացությունը լինում է հետևյալը, որ աղջիկը կանգնել է մոտակա ինչ-որ մի վայրում, ենթադրաբար բենզալցակայանում, որովհետև աղջկա վառելիքը եղել է մաքսիմումի վրա։ Եվ այնտեղ հանցագործը ֆիքսելով աղջկան կտոր է մտցրել նրա ավտոմեքենայի խողովակի մեջ, հույսով, որ որոշ ժամանակ անց դրա պատճառով ավտոմեքենան կփչանա եւ աղջիկը վթարի կենթարկվի։ Ենթադրաբար հանցագործը այդ վայրից հետապնդել է աղջկան եւ հետո արդեն վթարը տեսնելով մոտեցել է եւ իր օգնությունն է առաջարկել ու օգնությունը իհարկե ավարտվել է գողությամբ, բայց զարմանալի մի բան, սա չէր կարող լինել իրականություն։ Առաջինը, որովհետև ըստ վկաների մոռայի ավտովթարի ժամանակ եւ դրանից հետո մինչև ոստիկանության տեղ հասնելը ուրիշ ոչ մի ավտոմեքենա աղջկա մեքենային չի մոտեցել եւ չի անցել 112 ճանապարհով։ Դա մեկ։ Եվ երկրորդը, հետաքննությունը որոշում է փոքրիկ տեստ փորձ անցկացնել։ Նրանք կտոր են մտցնում ավտոմեքենայի խողովակի մեջ եւ մոտավորապես այն նույն գործողությունն են անում, ինչ կլիներ միջին արագությամբ ավտոմեքենան վարելու դեպքում։ Շարժիչի այս աշխատանքը բերում է պարզապես նրան, որ կտորը
դուրս է գալիս խողովակի միջից, այսինքն դա ոչ մի կերպ չի խանգարում ավտոմեքենայի շարժիչի աշխատանքին։ Հետևություն այս շատ տարօրինակ թվացող եւ իսկապես տարօրինակ երևույթը այնուամենայնիվ չէր կարող հանգուցալուծել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Մորայի ընկերը եւ հայրը գալիս ու միանում են որոնողական աշխատանքներին, այն բանից հետո ինչ աղջիկը անհետ կորած է ճանաչվում։ Բայց հետաքրքիր մի բան տեղի է ունենում Մորայի ընկերոջ հետ։ Այն ընթացքում, երբ նա լինում է ինքնաթիռի մեջ, նրան ձայնային հաղորդագրություն է գալիս, երբ տղան իջնում է ինքնաթիռից եւ ստուգում է իր հաղորդագրությունները, նա ձայնային հաղորդագրության մեջ լսում է միայն ծանր լացի ու շնչառության ձայն։ Երիտասարդը երկար ժամանակ համոզված էր, որ դա իսկապես Մորան է եղել, ով զանգ է թողել եւ օգնություն է խնդրել այդ զանգի միջոցով։ Բայց հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս զանգը իրականացվել է Կարմիր խաչի գրասենյակից։ Բայց զարմանալի մի բան, մինչև այսօր էլ պարզ չէ, թե Կարմիր խաչի գրասենյակից ով է ձայնային թողել Մորայի ընկերոջը եւ ինչու է այդ ձայնայինի մեջ ինչ որ լացի ձայն եղել։ Հետախուզում են նաև Մորայի սենյակը, որտեղ նա ապրում էր, եւ այդ սենյակում գտնվում են մի քանի հետաքրքիր բաներ։ Նրա անձնական իրերի վրա, որոնք իդեպ հավաքված եւ արխերի մեջ են դասավորված եղել, տպավորություն է եղել, որ աղջիկը մի քանի բան իր հետ վերցրել է ճանապարհ, բայց մտքով որ գալու է եւ առհասարակ տեղափոխվելու է ինչ-որ տեղ։ Ոստիկանները գտնում են Մորայի թողած նամակը իր ընկերոջը, որտեղ նա ասում է, որ գիտի ընկերոջ բոլոր դավաճանությունների մասին եւ հենց այդ պատճառով էլ որոշել է հեռանալ։ Իհարկե, կասկածանքի կենտրոնում հայտնվում է հենց նա, Մորայի ընկերը։ Մյուս կողմից հետաքրքիր մի նյուանս եւս ոստիկանները ֆիքսում են։ Իր համակարգչով Մորան ոչ միայն Նյու Հեմփշիրի հոթելների մասին էր ինֆորմացիա հավաքել, այլ նաեւ վերջին օրերին շատ էր խորփրել եւ հարցուփորձ արել հղիության, իսկ մասնավորապես հղիության որոշակի տերմինների մասին եւ թե ինչպես ալկոհոլը կարող է ազդել հղիության վրա։ Ոստիկանները նորից թեժացնում են ընկերոջ մեղավոր լինելու վարկածը։ Բայց Մորայի ընկերուհին եւ համակուրսեցին ասում է, որ սա պարզապես որոնում է կապված դասերի հետ, որովհետեւ այդ օրերին նրանք ուսումնասիրում էին ծննդաբերությունը, քանի որ Մորան հենց բուժքույրի մասնագիտություններ յուրացնում եւ այս search-ը հենց դրանով կարող է բացատրվել։ Բայց հետաքրքիրն այն է, որ իրականում օգտագործված գնված ալկոհոլը եւ այս search-ը, թե ինչպես կարող է ալկոհոլը ազդել հղիության եւ պտղի վրա, իսկապես շարունակում են տարօրինակ զուգադիպություն թվալ։ Բայց ամենակարևոր բանը, որ ոստիկանությունը եւ իրականում մարդիկ, մենք, ովքեր որ կարդում ենք այս շատ միստիկ անհետացման դեպքը, ուզում ենք հասկանալ, դա այն է, թե ինչն է ստիպել Մորային հավաքել իր առաջին անհրաժեշտության իրերը եւ շատ հապճեպ ուղղակի ոչ մի տեղից չպլանավորած ճամփորդության դուրս գալ։ Ամենահավանական վարկածը դա այն էր, որ Մորան ոչ ստաբիլ հոգեբանական վիճակում էր գտնվում։ Ինչու, որովհետև նա հոգնած էր եւ էմոցիոնալ առումով գերլարված էր թե իր ընկերոջ անսահման դավաճանություններից եւ թե անձնական պատճառներ ուներ ընտանիքի ներսում։ Աշխատակիցներից մեկը պատմում է, որ վերջին օրերից մեկի ընթացքում շատ պատահական տեսնում է, որ Մորան իր սեղանին մոտ նստած լաց է լինում։ Երբ մոտենում է աղջկան եւ հարցնում է, թե ինչ է եղել, աղջիկը բարձրացնում է գլուխը, նայում է իր հեռախոսին եւ մի քանի րոպե հետո միայն մի արտահայտություն է անում. Իմ քույրը։ Շաբաթներ հետո միայն Մորայի քույրը խոստովանում է, թե որն է եղել իր քրոջ լացի պատճառը։ Բանն այն է, որ Մորայի քույրը 5 տարի շարունակ ալկոհոլային կախվածության պատճառով բուժում է անցել հիվանդանոցում։ Նրա ընկերը այդ օրը դուրս է գրել քրոջը հիվանդանոցից, բայց տուն ճանապարհին նրա հետ միասին մտել է ալկոհոլի խանութ եւ քույրը հերթական նյարդային ստրեսն է ապրել ու նրա մոտ ամեն ինչ սկսվել է
նորից, այսինքն 5 տարվա բուժումը ընկել է ջուրը հաշված վայրկյանների ընթացքում եւ մոռայի վրա սա չափազանց մեծ բացասական ազդեցություններ ունեցել։ Եվ այս բոլոր իրադարձությունները միասին մոռային հասցրել էին էմոցիոնալ գերլարված եւ գերսպառված վիճակի, ու դրա պատճառով էլ աղջիկը որոշել էր ճամփորդության դուրս գալ։ Բայց հետաքրքիր մի բան, այն մարդիկ, ովքեր ասում են, որ մոռան իրականում դուրս էր եկել ստրեսի մեջ էր եւ որոշել էր վերջ տալ իր կյանքին, հակափաստարկ են բերում եւ ապացուցում են, որ իրականում դա այդպես չէ, աղջկա հետ ինչ որ բան հաստատ տեղի է ունեցել, նա ինքնակամ չի անհետացել։ Ինչու? Որովհետեւ մոռան իր հետ ճանապարհ վերցրել էր իր դասագրքերը, որ մարդը, ով որ պատրաստվում է վերջ տալ իր կյանքին, իր հետ կվերցներ իր դասագրքերը պարապելու համար։ Մոռան իր հետ վերցրել էր նաև իր սպորտային հագուստը, այսինքն աղջիկը նախատեսում էր հանգստանալ, բայց նաև զբաղվել սպորտով։ Հետևաբար վարկածները, որ մոռան պարզապես որոշել էր ինքնուրույն հեռանալ եւ վերջ տալ իր կյանքին, абսուրդի ժանրից էին։ Նաև վարկած այն մասին, որ նա որոշել էր հեռանալ եւ փոխել իր անձը ու բոլորից գաղտնի ապրել, եւս հավանական չէին։ Ինչու? Որովհետեւ սա պլանավորելու համար մոռային երկար ժամանակ էր նախ պետք եւ մեծ գումարներ, իսկ աղջիկը մեկնել էր ընդամենը $280 իր ձեռքին ունենալով։ Մնացածը եղել էր կրեդիտ քարտերի վրա, որոնք մինչև այսօր 15 տարի շարունակ չեն օգտագործվել։ Աղջիկը չի օգտագործել ոչ կրեդիտ քարտերը եւ ոչ էլ հեռախոսը անհետանալուց հետո։ Դրան գումարած մի հետաքրքիր նյուանս կա։ Սովորաբար այն մարդիկ, ովքեր որոշում են հեռանալ եւ փոխել իրենց անձը, բռնվում են մի բանի վրա, ոչ թե գումարի, ոչ թե քարտերով գործարքների արդյունքում, այլ բարեկամների հետ կապը խզել չկարողանալու արդյունքում, այսինքն մարդը, որ թախչում է ու փորձում է իր անձը փոխել, սովորաբար գտնում է ճանապարհներ իր հարազատների կամ ընկերների հետ կապը վերականգնելու համար։ Այնինչ այս 15 տարվա ընթացքում կյանքից հեռացել է մոռայի մայրը հիվանդությունից հետո եւ հենց մոռայի ծննդյան օրը, ու դժվար է պատկերացնել, որ աղջիկը ով այդքան կապված էր իր մոր հետ, չէր գա եւ ներկա չէր գտնվի նրա հրաժեշտի արարողությանը։ Այդ դեպքում ինչ է տեղի ունեցել աղջկա հետ, ինչպես կարող էր մարդ արարածը մարդկանց աչքի առաջ պարզապես անհետանալ։ 3 հիմնական վարկած է քննարկվում։ Վարկած առաջին, իրականում աղջիկը ինքնակամ փախել էր դեպքի վայրից։ Ինչու? Որովհետև նա ղեկին նստել էր ոչ սթափ վիճակում։ Ավտոբուսի վարորդը, որ հանդիպել էր աղջկան, իր վկայության ժամանակ նշում է, որ աղջիկը կարծես թե մի քիչ գինով ցած էր։ Եվ շատ հավանական է, որ մոռան պարզապես վախեցել է, որ ոստիկանները կարող են հասնել դեպքի վայր, տեսնել, որ ինքը գինով ցած է նստել ղեկին եւ նրան բավական լուրջ հետևանքներ սպառնային։ Ու հավանական է, որ նա ուղղակի որոշել է փախչել դեպքի վայրից մոտակա անտառային տարածք, իսկ դա եղել է ցուրտ ձմեռ ու հետևաբար հավանական է, որ աղջիկը պարզապես գիշերվա ժամին մոլորվել է անտառում, իսկ հետո արդեն մի քանի ժամվա ընթացքում սառել է եւ հենց դա էլ եղել է նրա անհետանալու պատճառը։ Վարկած երկրորդ, կա հստակ կասկած, որ իրականում աղջիկը դուրս է եկել ավտոմեքենայի միջից եւ օգնություն է խնդրել։ Ավտոմեքենաներից մեկը մոտեցել է մոռային, բայց օգնելու փոխարեն առաջարկել է նրան տանել մոտակա վայրը, որտեղ նա կարող է անցկացնել գիշերը։ Եվ անծանոթի ավտոմեքենա նստելը հենց եղել է նրա որոշիչ, ճակատագրական եւ ողբերգական քայլը։ Բայց հետաքրքիր մի բան, ճանապարհի կողքին գտնվող տան բնակիչները վստահեցնում են, որ իրենք ոչ մի ավտոմեքենա չեն տեսել եւ չեն տեսել, որ մոռան դուրս գա ավտոմեքենայի միջից։ Բացի այդ, եթե մոռան ինքնուրույն դուրս գար եւ փորձեր քայլել ճանապարհի երկայնքով կամ այլ ավտոմեքենա անցներ այդ տարածքով, ապա դա կտեսներ կամ ավտոբուսի վարորդը, որը ապրում էր այդ ճանապարհին ուղղակի հակառակ ուղղությամբ, կամ էլ ոստիկանը, որը մյուս ուղղությունից էր մոտենում դեպքի վայրին, այսինքն ճանապարհը երկու կողմերից էլ վերահսկվում էր վկաների կողմից, հետևաբար անհետ եւ անտեսանելի այս ամենը իրագործել պարզապես անհնար էր։ Եվ վարկած երրորդ, կասկածանքի կենտրոնում այնուամենայնիվ որոշ մարդկանց մոտ հայտնվում է հենց այդ դպրոցական ավտոբուսի վարորդը, ով որ շատ հավանական է, որ
կանգնելով եւ զրույցի բռնվելով Մորայի հետ միայն չի սահմանափակվել եւ հենց նրա ավտոբուսը բարձրացել աղջիկը եւ հենց նրա թեթև ձեռքով է աղջիկը անհետացել, իսկ հետագայում զանգահարել է եւ ոստիկանություն կանչել է միայն ապահովության քայլեր վարորդի կողմից։ Ինչու, որովհետեւ վարորդը տալիս էր վկայություններ ամեն անգամ ինչ որ բաներ փոփոխելով, եւ սա բավական մեծ կասկածանք է առաջացնում ոստիկանության եւ հասարակության շրջանում։ Երկու տարբերակ, կամ այս վարորդը անվստահելի վկա էր, որը որ լավ չէր հիշում դեպքերի հերթականությունը եւ ամեն անգամ նոր բաներ պատմում, կամ նա իսկապես մեղավոր էր, բայց սրա համար բավականաչափ ապացույցներ այդպես էլ չի գտնվում։ Մորայի անհետանալուց տարիներ անց դեպքը կարծես թե բացահայտվում է, տեղի ունենում մեծ շրջադարձ։ Ոստիկանները սկսում են կասկածել մի տղայի վրա, ով ապրում է ճանապարհի երկայնքով մոտակա մի տանը։ Այս տանը հետախուզություն անցկացնելուց հետո, անհասկանալի է իհարկե ինչու տարիներ հետո միայն, ոստիկանությունը գտնում է դանակ արյան հետքերով եւ որոնողական շները հատկապես մեծ ուշադրություն դարձնում են տանը գտնվող պահարաններից մեկին։ Լաբորատորիա ուղարկվում է պահարանի ներսում գտնվող գորգը, որպեսզի փորձեն հասկանան արդյոք այնտեղ կան ինչ-որ հետքեր, որ կբերեն Մորայի անհետացմանը, բայց ոչ մի հետք չի գտնվում եւ լաբորատոր հետազոտությունը ոչ մի կապ Մորայի հետ ցույց չի տալիս։ Չնայած որ տղան աչքի էր ընկնում իր հանցագործ անցյալով եւ նրա հարազատ եղբայրը եւս վկայություն էր տվել եւ ասել էր, որ շատ հավանական է, որ իր եղբայրը նման հանցագործության գնար, այսինքն ճանապարհին տեսներ անօգնական աղջկա, օգնություն առաջարկեր եւ այս ամենը ավարտվեր ողբերգությամբ, բայց այս վարկածը նման է ուղղակի այսպես օդից վերցրած վարկածի, որը ոչ հիմք ունի, ոչ հետաքրքիր հանգուցալուծում է, ոչ մի բան, պարզապես օդից վերցրած վարկած։ Մինչև այսօր էլ Մորայի պատմությունը մնում է չբացահայտված։ Անհավանական է 15 տարի շարունակ ոստիկանները, հասարակությունը, լրատվամիջոցները չեն կարողանում հասկանալ, ինչպես կարող էր մարդը ուղղակի անհետանալ, ուղղակի հոդս ցնդել ու ոչ մի ապացույց չբերի հանգուցալուծման։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, գրեք ձեր կարծիքը։ Արդյոք դուք եք կասկածում, որ այս ամբողջ պատմության մեջ դպրոցական ավտոբուսի վարորդի մատն է խառը, թե ձեր կասկածը ընկավ Մորայի ընկերոջ վրա, ով անընդհատ դավաճանում էր աղջկան եւ ում պատճառով էր Մորան փախուստի դիմել, թե դուք եք կարծում, որ աղջիկը ուղղակի փախել էր դեպքի վայրից, մոլորվել էր, սառել էր եւ տեղի ունեցածը ընդհանրապես դժբախտ պատահար է։ Սպասում եմ ձեզ կոմենտներում, եղեք շատ ակտիվ, ես խնդրում եմ ձեզ, եթե դուք չունեք տարբերակ, ուղղակի պլյուս դրեք կոմենտներում կամ ինձ բարևներ ուղարկեք, որովհետև ձեր կոմենտները ինձ օգնում են զարգացնել ալիքը։ Նաև բաժանորդագրվեք իմ ալիքին սեղմելով subscribe կոճակը։ Եթե արդեն բաժանորդագրված եք, իսկ ես գիտեմ, որ ձեզնից շատերը արդեն բաժանորդագրված են, սեղմեք զանգակը եւ իհարկե լայքեք այս վիդեոին, երեք գործողություն, որ շատ ինձ կօգնի։ Իսկ եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ուզում են ամսական փոքրիկ գումարի, մի սուրճի գումարի չափով օգնել ինձ եւ իմ ալիքին, որպեսզի ես ավելի շատ վիդեոներ նկարեմ, միացեք իմ Patreon-ին, սկանավորեք այս QR կոդը, հիմա ձեր հեռախոսով ստոպ տվեք եւ սկանավորեք, կամ էլ վիդեոյի նկարագրության մեջ գտեք Patreon-ը, սեղմեք լինքին ու միացեք իմ Patreon-ին։ Ես շատ շնորհակալ կլինեմ եւ շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր արդեն միացել են ու ձեզ էլ սպասում եմ այնտեղ, հենց որ միանաք, ես ձեզ անհատական հետաքրքիր նամակ կուղարկեմ։ Ակտիվ եղեք ու մինչև նոր վիդեո։